Չափազանց հետաքրքիր է, որ Երևանների այդ վաղ շրջանի հետ կապված եւ հայ պատմագիրը Մովսես Խորենացին եւ հույն պատմիչը Քսենոփոնը ներկայացնում են կանանց հետաքրքիր կերպարներ, մասնավորապես նույն Տիգրանուհու կերպարը, որ փաստորեն Հայաստանի համար քաղաքական առանցքային որոշման մասնակից է լինում, նա եղբորը հայտնում է, որ Մարաստանի արքան պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա եւ դա պատրաստվում է խաբեությամբ անել։ Տիգրանը նախապատրաստվում է եւ կարողանում է հաղթանակի հասնել։ Ստացվում է, որ Տիգրանուհին Հայաստանի համար վճռորոշ նշանակություն է ունենում իբրև կերպար, եւ եթե այս կերպարը արտացոլվել է վիպերքի տեսքով ժողովրդական պատմական հիշողության մեջ, դա նշանակում է, որ կնոջ դերը բավական գնահատված է եղել հին եւ միջնադարյան Հայաստանում։ Մեկ այլ կնոջ շատ հետաքրքիր մի դրվագ կա, նույնիսկ կարելի ասել ռոմանտիկ մի դրվագ է, կապված է իհարկե արդեն Տիգրան Երվանդյանի կնոջ հետ, երբ Կյուրոս մեծին օրինակ բոլորը այդպես հաճոյախոսում էին, երբ քծնանքի մի մթնոլորտ է բոլոր կանայք հպատակ թագավորների կանայք եւ բոլոր խոսքերն էին շռայլում, լավ խոսքերը նրա հասցեին, հիանում էին նրանով, այստեղ ուշագրավ է, որ երբ Տիգրանը նմանատիպ հարց է ուղղում իր կնոջը, թե իսկ նա ինչ կասի այդ ամենի առիթով, ինչքանով էր նրա հիացմունքը արտահայտված, նա շատ հետաքրքիր պատասխան է անում, որ հիացած էր այն մարդով, ով որ պատրաստ էր իր կյանքը իր համար զոհաբերել։ Այստեղ խոսքը իհարկե այն մասին է, որ այդ գործընթացի ժամանակ, երբ հարցեր էին ուղղվում Տիգրան Երվանդյանին, թե ինչի է պատրաստ օրինակ իր տիկնոջ համար, նա պատասխանել էր, որ պատրաստ էր անգամ կյանքը զոհել եւ ստացվում է, որ այս փոխադարձ արժանապատիվ մոտեցումը կա ամուսինների մոտ հայկական բարձրագույն էլիտայում, որը արձանագրել է հին Հունաստանում ապրած, Աթենքում ապրած եւ ստեղծագործած պատմիչը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։